Տաթևիկ Ստեփանյան, համեցեք Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը։ Ներկայացվող նախագծի նպատակը ապրիլ եւ մայիս ամիսների համար ապահովելն է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավել տարի դասակարգված է անհուսալի դասով եւ միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավել, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է եղել փետրվարի 1-2025 թվականի, մեկնարկել է այս գործընթացը եւ վերջնաժամկետ սահմանված է 2026 թվականի հունվարի 31-ը։ Ուզում եմ փոքրինչ վիճակագրական տվյալներ հնչեցնել։ Այս պահի դրությամբ դիմել եւ դիմումը բավարարվել է 3594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվարին դիմաց եւ հաստատված թվով 1896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը կազմում է 70 միլիոն դրամ։ Մարտին դիմել շահառու է դարձել եւս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջում։ Արդյունքում մենք կունենանք 2968 անձ, ովքեր փետրվար-մարտ ամիսների համար արդեն ծրագրի շահառու որպես կստանան վճար։ Այսքաններ թերևս խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Մի րոպե կներեք, էլի ես թվերի մեջ խառնվեցի։ Սկզբից ասացիք 3094 անձ է դիմել, ճիշտ լսեցի։ Ճիշտ լսեցիք։ Հետո ասացիք 1072 անձ է դիմել մարտ ամսին։ Հետո ասացիք, որ ընդհանուր առմամբ կունենանք 2900 անձ, ոնց ստացանք։ Դիմումները այս պահի դրությամբ, այսօրվա ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր կազմում է 3594։ Դիմել են փետրվարի 1-ից եւ դիմումների թիվը հաստատված փետրվարի 1-ին մարտի 20-ի դրությամբ վճարված կազմել է 1896 հոգու։ Հետո մարտ ամսին դիմել են եւս 1072 անձ եւ ապրիլի վերջին, երբ որ համատեղ փետրվար եւ մարտ ամիսների վճարումը կազմակերպենք, կկազմի ընդհանուր 2968 անձ։ Տարբերությունը հաջորդ ամսվա արդեն մայիսի 20-ին կվճարվի այդ տրամաբանությամբ, որովհետեւ ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են եւ մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո։ Սա է տրամաբանությունը, պարոն վարչապետ։ Բայց մեր պոտենցիալ շահառուները մոտավորապես 300,000 մարդու մասին էր, չէ՞։ Ճիշտ է, մեր պոտենցիալ շահառուները 218,000 անձ էին, որոնց ընդհանուր մինչև 1 միլիոն դրամ ունեցող վարկային բեռի թիվը 168 միլիարդ էր եւ մեր 218,000 անձինց մոտավորապես 40,600 անձը այս պահի դրությամբ ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեին զբաղվածություն եւ մենք դիտարկում ենք 40,600-ը ունեին զբաղվածություն եւ մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90,000 անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում եւ մենք կունենանք մեր 218,000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր առմամբ կկազմի 131,000 անձ։ Այսինքն այս թիվը նշեցիք շուրջ 40,000 մարդ այսօր էլ արդեն աշխատում է։ Այսինքն իրանք ընդամենը պետք է դիմեին, որ իրենց եկամտային հարկը ուղղվեր այդ նպատակին, բայց մինչև հիմա չեն դիմել։ Ճիշտ է։ Այստեղ էլ խնդիր կա։ Ի՞նչն է խնդիրը։ Մարդիկ իրազեկված չեն, թե ասում են լավ։ Կարծում եմ ծրագրի մեկնարկը դեռ ընդամենը 1 ամիս է ինչ ծրագիրը մեկնարկել է, կարծում եմ ավելի ինտենսիվ իրազեկումներով եւ մի քիչ ավելի ինտենսիվ աշխատելով, ճիշտ մեր մյուս ծրագրերի նման։ Դե նկատի ունեմ աժոտաժ չկա։ Տեսեք, այս դեպքում էլ բան չենք անում։ Ենթադրենք 40,000 մարդ կա, որը այսօր էլ աշխատում, աշխատավարձ է ստանում, եկամտային հարկ է վճարում։ Տեսեք, ոչ մի լրացուցիչ, այս էլ ոչ Մարդը ընդհանրապես պետք է դիմի, որ իր արդեն իսկ վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։
Ենթադրում եմ հիմա իր աշխատավարձից այդ պահվում է 20%-ի չափ։ sense tenants պահվում է այսօր էլի 20%-ը այդ վարկը մարելու համար։ Հիմա այստեղ պետք է հասկանանք, լավ մի ամսում օրինակ մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն նույնիսկ 10% աշխատող, որ այսօր իր կյանքում ոչ մի բան, մյուսները հələ դեռ պետք է, եթե ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, դեռ պետք է մտածեն, դեռ պետք է գործատուի հետ խոսեն, պայմանավորվեն, ոնց մտնեն ֆորմալ դաշտ եւ 40000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Հիմա պետք է հասկանանք, տեղյակ չեն մարդիկ, թե այլ խնդիր կա։ Համեցեք։ Դա թույլ կտակ, բայց մի շատ հուսադրող թիվել հնչեցնեմ, ապրիլի 7-ի դրությամբ կատարած վերլուծությունը ցույց է տալիս համադրումների մեր ցանկերը, որ դիմաց շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն դրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետեւաբար կարծում եմ լավ ցուցանիշ ունենք։ Շատ լավ նորություն է։ Պարոն Գրիգորյան, ինչ մեկնաբանություն ունեք, ինչ են։ Պարոն վարչապետ, նախ կարծում եմ, որ այդ թափանիվի էֆեկտը դեռ սպասում ենք, որ կլինի, եւ երկրորդը ես կարծում եմ պիտի խնդրենք, որ բանկերը ավելի ինտենսիվ կոնտակտ կազմակերպեն, որովհետեւ հիշում եք, որ այս ծրագիրը ունի դուալ էֆեկտ, իրանք էլ են ստանում էֆեկտներ, որովհետեւ կապիտալ է վերականգնում։ Գավա այսօր չէ, բայց վաղը ամեն այդ ժամկետանց վարկը դառնում է ստանդարտ վարկ իր եկամտի իր մարման աղբյուրով։ Եվ այդ իմաստով ուղղակի ես կասկած ունեմ, որ այդ շլյուզը դեռ լավ չի աշխատում, որովհետև ըստ էության բանկերը պիտի հիմա զանգեն իրենց պրոբլեմատիկ հաճախորդներին, ասեն համեցեք, ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն ու ես վստահ եմ նաև, որ հիմա քանի որ սկզբնական փուլ է, կան մարդիկ, որոնք ուզում են զանգում են բանկ, այնտեղ դեռ լավ չի աշխատում, շղթան, իրանց ասում են վաղը զանգեք եւ այլ։ Բայց նաև պոզիտիվ է։ Իսկ ներողություն, այս դիմելու process-ում, այսինքն իրանք բանկով պետք է անցնեն պարտադիր։ Բա իրանց այդ ժամկետանց վարկը պիտի որոշակի ստատուս ունենա, որպեսզի ես հիշում եմ, որ իրանք պիտի գործարք կնքեն բանկում, որպեսզի այսինքն պիտի գնան բանկ, հետո նոր դիմեն, այդպես է պրոցեդուրը։ Չէ, դիմումների ընթացակարգով ինքը եթե դասակարգված է արդեն 3 տարի եւ ավել անհուսալի դասով, դիմումների ընթացակարգը այսպեսին է կամ առցանց են դիմում առհասարակ Չէ, նկատի ունեմ իր վարկի մասին տվյալ պետք է տվյալները առկա են, շտեմարանները փոխկապակցված են, այսինքն բանկից այսպես ասած տեղեկանք վերցնելու Չէ, ոչ մի անհրաժեշտություն տեղեկանք որևէ տեղից քաղաքացին չի վերցնում, ամբողջ process-ը մենք թվայնացրել ենք, եթե բացառությամբ են քաղաքացիներ, ովքեր դժվարություն ունեն եւ իրենք չեն կարողանում իրենց տնից դիմել, մոտենում են միասնական սոցիալական ծառայության 40 տարածքային կենտրոններ, մենք ուղղակի օգնում ենք իրենց այդ դիմումը լրացնել։ Բացառապես որևէ մեկին ոչ մի տեղից տեղեկանք տանել բերել չենք պահանջում եւ կարիք չկա։ Մասը տեղեկանքի մասին չէր, այդ մասով ես կարծում եմ լիարժեք ավտոմատացված է ամեն ինչ։ Մասը նրա մասին էր, որ գործարքը պիտի նորացվի, որ ինքը բանկի հետ մենք տուգանքների զիջման մեխանիզմն էլ կա այս միջոցառման մեջ, ինքը պիտի գնան նորացնի իր պարտավորությունը։ Շատ լավ, խնդրեմ պարոն Խաչատրյան։ Պարոն վարչապետ, մի քանի հանգամանք էլ կա, նախ անհուսալի վարկ ունենալը, դա դեռ չի նշանակում, որ ԴՀԿ-ն կալանքադրի այդ քաղաքացու ակտիվների վրա։ Կան այդ մեծ թվերի մեջ բազմահազար մանր գումարներ, 1000 դրամ, 2000, 5000 դրամ վիճակագրության մեջ դա ներառված է, ու շատ հաճախ ֆինանսական կազմակերպությունները դրանք չեն էլ ուղարկում, բայց իրանք այնտեղ նստած են, դա վիճակագրության վրա ազդում է։ Երկրորդ հանգամանքը դա արդեն սնանք ճանաչված վարկային կազմակերպություններն են։ Մենք այս պահին աշխատում ենք նախարարության հետ, որպեսզի այդ խնդիրը լուծենք, անկեղծ ասած դա շատ մեծ թվեր են։ Էլի փոքր գումարներ են, վերջին
5-7 տարվա ընթացքում մի քանի վարկային կազմակերպություն սնանկացան, որոնք բազմահազար, 100,000-ներով ունեն մանր վարկեր ու իրենց մեխանիզմին միանալը կարևոր կլինի, որտեղ օրինակ քաղաքացի կա իր բոլոր վարկերը 1 միլիոնը չի գերազանցում, ամեն ինչ նորմալ է, ռեստրուկտուրիզացիան իրականացվում է բանկերում, այլ վարկային կազմակերպությունում, բայց լուծարվածներում չի իրականացվում։ Այսօր այդ խնդիրը կա, որը հնարավոր է նաև կառավարության որոշման փոփոխության կարիք լինի։ Տեխնիկապես աշխատում ենք նախարարության հետ։ Այսինքն հիմա մենք այս պահին չենք նախատեսել լուծարված ֆինանսական կազմակերպությունների դեպքում ոնց է աշխատելու մեխանիզմը։ Այո։ Լուծարվածը դե հասկանում եք, այնտեղ սնանկի կառավարիչ է, այնտեղ կոնկրետ ընկերության հետ գործ չունենք, չէ, սնանկի կառավարիչն է դա լուծում, բայց այո, այդ խնդիրը այս բանը դեռ լուծված չի, հույս ունենք արագ կբերենք։ Համեցիկ։ Թե թույլ կտակ, պարոն վարչապետ, ուղղակի շատ թիվ չհնչեցրեցի, որ չշփոթեցնեմ, դիմումների ընդհանուր քանակը, երբ ասացի, հաստատվել է 3594, ընդհանուր դիմումների քանակը եղել է 9630, որից հաստատվել է 3594-ը, եւ այդ 6010-ի մերժվածների մեջ մեծ մասով Կենտրոնական բանկի գործընկերոջ կողմից նշված նախկին արդեն լուծարված վարկային կազմակերպություններում մինչև 1 միլիոն դրամ վարկեր ունեցող անձինք են, բայց ներկայումս էլ շրջանառվում է կառավարության որոշումը եւ ես կարծում եմ 2 շաբաթվա ընթացքում արդեն այս լուծումը գտել ենք, քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ, կառավարության քննարկմանը կներկայացնենք նաեւ այս խումբ մարդկանց համար մերժումների խնդիրը լուծելու եւ նրանց եւս շահառու դարձնելու հարցը։ Չէ, դե 9000-ը արդեն դիմումը այդ մեր ձեր նշած թվից համարյա երրապատիկ ավել է, որը նշանակում է, որ ինչ որ աժիոտաժ այնուամենայնիվ կա։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ, համեցեք պարոն։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես ուզում եմ նախ նշել, որ համաձայն եմ դիտարկման հետ, որ սովորաբար մեր բոլոր ծրագրերը իրենք թափ են հավաքում հենց նման գործընթացից հետո, այսինքն սկզբից կան չեն հավատում մեզ, հետո մարդ տեսնում են, որ իրենց հարևանները, բարեկամները սկսում են օգտվել ու մեծ թափ են հավաքում, այդ առումով կարծում եմ նոր դիմումների հոսք միանշանակ կունենանք, բայց նաև ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ծրագիրը մեզ համար առաջին հերթին կարևոր է տնտեսական ակտիվության տեսանկյունից, որովհետև մենք ունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք կարող են ունենալ պատշաճ տնտեսական ակտիվություն, բայց չունեն հենց այս խնդրի պատճառով, այսինքն մենք օբյեկտիվորեն այդպես է, իրենք դեմոտիվացված են տնտեսական ակտիվություն ունենալ եւ այս ծրագիրը հենց առաջին հերթին այդ տեսանկյունից եմ կարևորում եւ համարում եմ սա առաջին հերթին տնտեսական ծրագիր, ոչ թե սոցիալական, որովհետեւ սա մարդուն իր տեղից, իր աթոռից ելնելու եւ աշխատելու շատ լավ մոտիվացիայի աղբյուր է։ Շատ լավ։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն պարոն վարչապետ, մի թվի մասին նույնպես ուզում եմ ասել, նախարարական կոմիտեում քննարկման ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործընկերներ տեղեկացրեցին, որ այն 2900 մարդիկ, ովքեր աշխատանք ունեին դիմելու պահին, վերջին ամսվա տվյալներով արձանագրել են 20%-ով աշխատավարձի աճ։ Եթե դրանց աշխատավարձի այդ բոլոր մարդկանց աշխատավարձի միջինը 1-2 ամիս առաջ 145,000-ի չափ էր, ապա վերջին ամսվա տվյալներով 170,000-ի սահմաններում է գտնվում, ինչ են հաջորդ դրական միտումն է, որ նկատվում է, այսինքն սա նպաստում է նաև այդ աշխատակիցների եւ իրենց գործատուների հարաբերությունները ավելի թափանցիկ դարձնելու։ Համեցեք։ Պարոն վարչապետ, մի հանգամանք էլ հիշեցնեմ, էլի կոչանելով, որ բանկերը ակտիվ մարքեթինգ անեն, բայց այդտեղ նաև ֆիսկալ ճնշում չի լինելու երբեք, որովհետև այս բոլոր վերականգնումները շահութարկով կոմպենսացվում է։ Ցանկացած վերականգնված վարկը ավելացնում է շահութարկ բանկերում։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ պիտի անընդհատ խթանենք ու զարգացնենք այս ծրագիրը, որովհետև ինքը կրկնեմ, ինքը մեզ չի ճնշելու, հարկատուի վրա ճնշում չի, բայց ինքը իրան ֆինանսավորող ծրագիր է, մենք ի սկզբանե տենց ենք դիզայնը արել եւ ֆոկուս խումբը ընտրվել է նա, որ ըստ էության հիմա այդ վարկերը հարկային դաշտից դուրս են գնացել, դասակարգված դուրս գրված են, հարկ չեն առաջացնում։ Ստեղ մենք նաև դա ենք առաջացնում եւ այդ իմաստով ես կարծում եմ ամեն փուլ պիտի զարգացնենք, նույնիսկ մեծացնենք, խումբը մեծացնենք, սարքենք մշտապես աշխատող մեխանիզմ։ Դա կարգապահության վրա չի ազդի նեգատիվ։
Պարոն վարչապետ, ես կարծում եմ, քանի որ սրա ժամկետ անցումները արդեն այնքան է պրոբլեմատիկ, որ չեմ կարծում, որ մենք իմպուլս ենք տալիս շուկային, որ կարելի է վարկ ստանալ եւ չմարել։ Այս մարդիկ արդեն չմարված վարկի հետևանքը իրանց ռեպուտացիայի իմաստով կրել են։ Եվ դա այո արդեն իսկ պրոբլեմ է, բայց ուզում եք պրոբլեմը չխորանա, որովհետև պարկեշտ բարեխիղճ վարկառու եւ չբարեխիղճ վարկառու սահմանը ես կարծում եմ մենք չենք անցել, բայց այդ շատ հին վարկերի մասով ուղղակի այլ ընտրանք չկա, պետք է այդ պրոբլեմը լուծենք։ Այսինքն նկատի ունեք մտածենք այն հին վարկերի, այս ծրագիրը տեսնենք ինչ արդյունքներ առնում, կարող է հաջորդ շեմին անցնենք եւ այդպես շարունակ։ Ես մտածում եմ այո, հին վարկերի մասով այո, որովհետև ձեր ասածը հասկանում եմ, մենք չպիտի նենց խթաններ դնենք, որ բարեխիղճ վարկառուն անշահեկան վիճակում հայտնվի, բայց նաև տենց քրոնիկ հիվանդություն սարքել նույնպես չի կարելի, որովհետև կրկնեմ, այս մարդիկ արդեն իրանց վարկային պատմության հետևանքը կրել են։ Մենք այդ տրամաբանությամբ ենք գալիս օգնության։ Եվ միևնույնն է բանկային համակարգ այդ պատմությունը չի ջնջվելու իր մոտ, այնուամենայնիվ հաջորդ անգամ վարկ տալիս ավելի զգուշավոր են վերաբերվելու, այո։ Այդ արդեն որևէ կոմպենսացիայով այդ ռեպուտացիան չես վերականգնի եւ այդտեղ կարծում եմ, այո, խնդիրները հենց այստեղ է խնդիրը, որ շատ դեպքերում մենք առաջնային նշանակություն տալիս ենք փողին գումարին, բայց այդտեղ փողից ավելի արժեքավոր բաներ կան, որը ըստ էության լրջորեն վնասվել են եւ այդ մարդիկ իրենց աշխատանքի արդյունքում ավելի երկար աշխատանքի արդյունքում վարկը փակվելուց, մարվելուց, դուրս գալուց հետո, նույնիսկ սև ցուցակից դուրս գալուց հետո ավելի շատ այդ ջանքերը պետքա շարունակեն, որ เป զի այդ վստահությունը համակարգի նկատմամբ համակարգը իրենց նկատմամբ վերականգնի։ Համեցեք։ Պարոն վարչապետ, նա մի քանի թիվել սկզբում սկսվեց խոսակցությունը 340,000 անհուսալի վարկերից, այդ սահմանափակումները դնելուց, որ 1 միլիոնից ավելները բացառվեց եւ մինչեւ 3 տարին բացառվեց, թույվը իջավ մինչեւ 200,000-ի, այսինքն պարոն Գրիգորյանի ասած տարբեր տեսակի չափանիշներ են կիրառվել, նաեւ մեր կողմից ֆինանսական կրթման, միջնորդության ավելացման տեսանկյունից մենք վերջին մի քանի տարիների ընթացքում ամենաշատը բախվում ենք այս խմբի հետ։ Բոլոր տեսակի հարմարությունները ապահովելուց հետո եթե մարդը ունի ԴՀԿ, խնդիր ունի, նա չի ուզում տաքսի վարել, որը քարտին է նստածնում գումարը, անկանխիկ վճարումներ չի ուզում անի, բազմաթիվ խնդիրներ դրանից են բխում, ոչ թե ինչ որ մարդիկ չեն հասկանում, որ դա հարմար ծառայություններ են։ Վճարային ծառայությունների հետո էլ համոզված են որոշակի ցիկլով ամեն բանկ իր ռիսկի ախորժակով կլինեն նաև պրոդուկտներ առաջարկվող, կլինեն փոքր լիմիտներ, հետո այդ փոքր լիմիտները կդառնան մեծ լիմիտներ ու մարդիկ լիարժեք ֆինանսական ծառայությունների կվերադառնան։ Շատ լավ, եթե այլ դիտարկումներ չկան, քվեարկության դնենք հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված